1 միլիարդը հիմա խոշոր է, թե խոշոր չի։ Հիմա համարվում է խոշոր Բայց տրամաբանորեն խոշոր է, թե խոշոր չի։ Մենք կարծում ենք, որ անասնաբուծության մեջ 1 միլիարդ է ենթադրում է ինչքան գլխականակ, ասենք խոշոր եղջերավոր անասուն։ Պարոն վարչապետ, ես կարող եմ ասել, որ այս 11.7 միլիարդ ներդրումային Չէ, 1 միլիարդը, ասենք 1 միլիարդ ներդրման արդյունքում մոտավորապես ինչքան գլխականակ խոշոր եղջերավոր անասունի կլինի այդ ֆերմերային տնտեսությունը։ Այսպես կարող եմ ասել, մենք ուրեմն 100 գլուխ խոշոր եղջերավորի դեպքում մեր խելացի անասնագոմի ծրագիրը միայն անասնագոմը ենթադրում է մոտավորապես 114 միլիոն ծախս։ Միայն անասնագոմը։ Այստեղ այս ներդրումային ծրագրում համ անասնագոմն է, համ գլխականակը 1 միլիարդի մեջ։ Դե հիմա գիտեք ինչ հարգելի գործընկերներ, ես կան հանրապետությունում ինչքան ճամփորդում եմ, տեսնում եմ, այսօրվա մենք խոշոր ասելով պետքա հասկանանք մեր մասշտաբի համաձայն։ Հիմա ասենք օրինակ 100 կիլո բարձրացնելը այդ շատ է թե քիչ է։ Եթե նախկինում մեր բարձրացած մաքսիմումը եղել է 32-ը, 100 կիլոն արդեն շատ է, 3 անգամ ավելի շատ է, և հետևաբար կներեք նույնիսկ 100-ը Հայաստանում խոշոր է, Հայաստանում շատ տնտեսություն չկա, որ 100 գլուխ բան ունի, եղջերավոր, այսինքն ինձ թվում է կարող ենք մի թերթի վրա գրել այդ տնտեսությունները, եթե ինտենսիվությունն էլ ներառենք, կես էջի վրա կտեղավորվի։ Եվ ես ուզում եմ էլի վերադառնանք մենք 2018 թվի մոտեցումներին, մենք ասում ենք աջակցենք մինչև 3 հեկտար, մինչև այսքան, մինչև այնքան, եւ տեսանք ծրագրերը ընդունում ենք, փողը տալիս ենք, արձագանք չկա։ Հետո ինչ պարզեցինք, ինչ չկա արձագանք, որովհետեւ այդ ծավալները գյուղատնտեսության մեջ ձեռնտու չեն։ Նույնիսկ աջակցությամբ ոչ մեկ չի ուզում այդքան ներդրում անի, եթե նույնիսկ տեքստով կարդում ես, ասում ես, վայ, այս ինչ հրաշք ծրագիր են կարել, բայց գետնի վրա այդպես չի։ Բայց ես ուզում եմ հակառակն էլ ասեմ։ Այսօր տեսեք, մենք գնում ենք տարբեր ինտենսիվ բաներ, ինտենսիվ ջերմոցներ, ինտենսիվ տնտեսություններ եւ այլն, իհարկե մարդիկ աշխատում են իրանց շահույթի համար եւ նորմալ է, մարդը պետք է աշխատի իր շահույթի համար եւ զուգահեռ պետք է հարկեր գեներացվի, բայց այդ process-ը փոխում է Հայաստանի Հանրապետությունը։ Այդ process-ը փոխում է Հայաստանի Հանրապետությունը, մեր պատկերացումը գյուղատնտեսության մասին, մեր պատկերացումը տնտեսության մասին, մեր պատկերացումը բիզնեսի մասին, մեր պատկերացումը աշխատանքի մասին եւ մեր պատկերացումը կյանքի մասին ընդհանրապես։ Որովհետեւ ուրիշ բան է եւ ես կարծում եմ, որ այնտեղ որտեղ իրական տնտեսության մասին է խոսքը, այնտեղ որտեղ իրական տնտեսության մասին է խոսքը, որովհետեւ ցավոք մենք երբեմն fake նախագծերի հետ ենք առերեսվում, հետո դառնում է քրեական գործ եւ այլն, որը մեզ ամենևին հաճելի չի։ Այնտեղ որտեղ գնում է իրական տնտեսության մասին, իրական գործունեության մասին, մենք պետք է աջակցենք այդ մարդկանց։ Էլ չեմ ասում, որ իրաց աշխատանքի արդյունքում, եթե կարճաժամկետում, միջնաժամկետում ոչ, երկարաժամկետում մեր ծախսած փողը հետ է գալիս դեռ մի բան էլ ավելի։ Եվ այսքան խոսում ենք նաև կրթության մասին եւ այդ նաև կրթական process-ը, որովհետեւ գյուղատնտեսության մասին մեր պատկերացումն է նա, որ մարդը կռացած, ձեռքերը ճաքած եւ ասենք իր տարիքից մի 30 տարի ավել ծերացած մարդ։ Ոչ, այդպես չի։ Այսօր այդ տնտեսություններ ենք մտնում սկսած նրանից, թե աշխատողների համար աշխատողները ինչ պայմաններում են սնվում, էական չի տնից են բերում, թե այնտեղ տեղում պատրաստվում է։ Այսինքն այս ամեն ինչը հաշիվ է, չէ՞։ Այս ամեն ինչը հաշիվ է։ Եվ մենք պետք է գնանք միանշանակ աջակցության ճանապարհով, որովհետև եթե մենք մեր բանի թղթային կարգավորումներով նայենք, մեր ամենաիդեալական որոշումները կյանքում ոչ մի էֆեկտ չեն ունենում։ Իրանք կարանք սենց ոսկե ջրած ռամկա մեջ գցենք ու սենց պատին կախենք։ Եվ հետո ասենք հələ տեսեք ինչ լավ է ձևակերպված, չէ, ինչ ոսկեղենիկ հայերենով գրած է, բայց կյանքում դա բան փոխում է թե չէ։ Մենք պետք է գնանք կյանքի հետևից, կյանքի այն ինչ որ իրական պահանջ ունի, բայց
Մեր ստանդարտներով։ Պետք է ծախսերը լինեն անկանխիկ միանշանակ։ Ոչ մեկ չի կարող գա ասի հորս արև 1 միլիարդ ներդրում եմ արել։ Այդ 1 միլիարդ ներդրումը իմ պահանջն է։ Որ պահին ես ուզեցի ասի, բերեք այդ 1 միլիարդ ներդրումը, բանկային համակարգով այդ դրամի շրջանառությունը ցույց տվեք, պետք է հատիկ ու ոչ պլյուս մինուս կարող լինի 500,000 դրամ 1 միլիոն, այդ 1 միլիարդի մեջ։ Եթե որևէ տեղով այս հաշվարկը չեղավ, ուրեմն խնդրեմ կա։ Մնացած դեպքերում մենք աշխատող մարդկանց պետքա բան անենք, աջակցենք։ Աշխատող մարդկանց պետքա աջակցենք։ Այո, ես համաձայն եմ վերին շեմերը հանելու, բայց այդտեղ էլ պետքա ուշադիր լինենք, հանկարծ բաների մեջ չընկնենք, ծայրահեղությունների մեջ չընկնենք։ Էլի վերին շեմը ասելով մենք պետք է կրկնապատկման, եռապատկման ճանապարհով գնանք, բայց մենք հազարապատկման ճանապարհով պետքա չգնանք, նախ դրանից ոչ մեկ չի էլ օգտվելու։ Երկրորդը, եթե ինչ-որ մեկը հանկարծ ուզի օգտվի, անիմաստ դա մենք էլ ենք անհանգստանալու, թե այս ինչա ինչի համար։ Այսինքն մենք մեր աճերը պետքա մեր բազայի հիման վրա անենք, հա կարող ենք կրկնապատ 1000 գլուխ է լավ է, 5000 գլուխը լավ է, եւ մենք պետքա գնանք այս ճանապարհով չվախենանք, որովհետեւ մարդիկ աշխատում են եւ դրանով ասում են փոխում են Հայաստանի Հանրապետությունը։ Եվ ես հիշում եմ կներեք, ես հիշում եմ նույնիսկ 2018 թվականին, 19 թվականին, երբ որ ինտենսիվ այգիներ էին գնում, ինչ էր նշանակում, ինչպիսին էին այդ ուրիշ բան ես կարող եմ ասեմ։ Ես 19 թվականին, նույնիսկ 21 թվականին ինչքան ինտենսիվ այգի գնացել եմ, ես հատուկ հետաքրքրվել եմ։ Ասել եմ, բա ով է ձեր ագրոնոմը, ուր է ձեր ագրոնոմը, ասել են Իտալիայում է մեր ագրոնոմը, Հոլանդիայում է, դե մենք իրան ժամ պետք է վերցնենք, որ իր հետ կապի մեջ ելնենք, ել չեմ ասում, որ ինքը գա, դա այսօր ես տեսնում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, երիտասարդներ, ովքեր մենք ենք կառավարության նիստում քանի անգամ եմ ես այդ այցերի արդյունքում ասել, սիրելի երիտասարդներ, սենց աշխատատեղ կա, ժամում 700 եվրով են աշխատում եւ այլն, այսօր ես գնում եմ տեսնում եմ արդեն տեխնոլոգները, գյուղատնտեսները մեր երկրի քաղաքացիներն են Հայաստանում կրթություն ստացած, իհարկե իրանց վրա աշխատող մարդիկ։ Էս ինչ արժի։ Ով ունի սրա թվային գնահատումը։ Սա կներեք 1 միլիարդ էլ է, 2 միլիարդ էլ է, 10 միլիարդ էլ է, որովհետև երկիրը ունենա հեսա նոր բանը, այդ նույն ճանապարհն է, ինչ հիմա ավիացիայի մասին ենք ասում, նույնը գյուղատնտեսության ինտենսիվ այգեգործության ոլորտում է եղել։ Իսկ այսօր մենք ունենք մարդիկ, ովքեր վստահ են իրանց վրա եւ իրանց ուսերին տանում են։ Եվ համոզված են բարձր աշխատավարձ են ստանում։ Եվ պետք է մենք բան անենք, գնանք այդ ստանդարտ կանոնների մեջ որ տեղավորվենք, այդ ստանդարտ կանոնները տեղավորվելով առաջ չենք գնա։ Այնտեղ որտեղ մենք պետք է ստանդարտներ սահմանենք, բայց մեր ստանդարտի մեջ ճկունությունը պետք է լինի պարտադիր պայման, որովհետև ցանկացած բան այսօրվա կյանքը ամեն օր փոխվում է, ամեն օր։ Ինչ որ մենք դրեցինք կլիշեի մեջ, այդ նշանակում է հետ մնացինք արդեն, որովհետև այսօրվա կլիշեն վաղը արդեն գոյություն չունի։ Եվ հետևաբար ես աջակցում եմ, այո, ով ուզում է աշխատի, պետք է աջակցել։ Էլի եմ ասում, պետք է լինի ստուգելի, հետագծելի եւ ֆեյքը պետք է բացառվի։ Այսքան բան։ Մնացած մասով աջակցենք։ Ով ուզում է ինտենսիվ այգի դնի, պետք է կողքը, հա, այդքան խոսում ենք հողերի խոշորացման մասին։ Պետական մարմին ենք ստեղծում, խորհրդակցություններ ենք անում, էս ենք անում, ենք անում, վերջում գնում ենք ասում խոշորացրինք։ Այո, զեկույցներ հոյակապ արդյունք ենք ունեցի, 3 հեկտար հող խոշորացրել ենք, բայց այս մարդիկ գնում ես տերում ես 60 են խոշորացրել, 100 են խոշորացրել, 80 են խոշորացրել, որովհետև իրանք իրական կյանքի մեջ են, որովհետև նախ իրանք ռիսկով աշխատում են եւ պետական պաշտոնյայի կաշկանդվածությունները չունեն եւ մարդկանց հետ էլ կարողանում են շփվել։ Հիմա նոր երեք մենք ինչ տեսանք բանում Արագածոտեն գյուղում։ Չէ, Արագածան գյուղի ինտենսիվ այգու մասին եմ խոսում։ Մարդիկ իրանց ռիսկով վերցրել են վարձակալության հողի վրա, այդքան բան են արել, այգի են տնկել։ Ընդ որում այդ հողը, որի անունը էլի Արոտավայր է, պարոն Խաչատրյան իրար հետ էինք, համեն դեպս վիդեոները կան, բայց այսինքն սա անունը Արոտավայր է, բայց ասենք տարվա մեջ մի շաբաթ այդ հողի վրա խոտ ալնում, կանաչ խոտ, որ կարելի է արոտ անել, մենք անունը դնում ենք Արոտավայր։
տարվա 99%-ը այդտեղ խոտ չի աճում, ընդհանրապես ոչ անապատ է այդտեղ։ Ու մարդիկ հիմա ենթադրում եմ նաև ինչի են այդ ռիսկը վերցրել, որովհետև արոտավայրը 60 հոդվածի հող է, դա մենք չենք կարող ոչ մեկին տանք։ Հիմա մենք այս գնալով այս կյանք բանը այս իրավիճակներին առերեսվելով մենք հիմա խնդիրը ձևակերպված է սենց, որ մենք պետք է այնպիսի կարգավորումներ անենք, որ ներդրումային ծրագրի հիման վրա այո կառավարությունը հնարավորություն ունենա, ասի այս հողի կարգավիճակը փոխում եմ եւ ինքը այլևս այդ կարգավիճակի չի տնկարկներ են եւ այլն եւ այսպես շարունակ։ Այսինքն այստեղ էլ է ֆեյքի մասին, ֆեյք արոտավարերից պետք է ազատվենք մենք, որովհետեւ օգուտ չեն բերում իրանք երկրին, օգուտ չեն բերում ընդհանրապես։ Եվ այս տրամաբանությամբ պետք է գնանք առաջ։ Այո, պետք է քննարկումներ ունենանք եւ այլն, բայց պետք է մարդը իմանա, եթե ինքը ուզում արդյունք ստեղծի, պետք է իմանա, որ ինքը կառավարության աջակցությունն ունի, որովհետեւ ել չեմ ասում այդ աշխատանքի արդյունքում այդ բյուջետային ծախսը հետ է գալիս։ Ընդ որում հետ է գալիս ոչ միայն պետական բյուջե, այդ ես գնում եմ ինտենսիվ այգի օրինակ, մարդիկ են աշխատում, գյուղի մարդիկ են։ Ասում եմ նախորդ ձեր աշխատանքը ո՞րն է։ Ասում են նախորդ աշխատանք ես չեմ ունեցել։ Եվ մարդիկ այսօր ապրում են, աշխատում են քաղաքապետի պայմաններով։ Այո, աշխատավարձը մեր երազածը չի, բայց դա էլ է ժամանակի հետ։ Այսօր կներեք, մենք ինչ ենք այսօր էլ վերջին անգամ էլեկտրոնային փոստով ինչ ենք քննարկում, որ մեզ պետք է մտածել վարդերի միջազգային շուկա, որովհետև այդ հարցը, որ մենք լուծենք, դա ընդհանրապես նշանակում է մոռացանք այդ թեման, բայց դրա համար ոլորտը պետք է նախ մենք մեզ համար մեծ ենք, մեզ համար խոշոր ենք, իսկ միջազգային շուկա մտնելու համար ահա որ մանր ենք, դեռ սահմնային մակարդակում ենք, բայց մեզ համար մեծ ենք։ Հիմա նույնիսկ մենք այսօր ինչ խնդիր է մեր տնտեսությունը հանդիպում, գալիս են ասում ենք, տեսեք, այսպիսի մի հատ լավ ապրանք ունենք, ստուգում են, համտեսում են, փորձում են, ասում են, այս ինչ լավն է։ Ուրեմն սրանից կտակ մեզ այսինչ թիվը։ Պարզվում է այդ թիվը, որ իրանք ուզում են մի ամսվա համար, մեր երկրի 6 տարվա արտադրությունն է։ 6 տարում ենք մենք այդքան կարողանում արտադրել։ Եվ այս ինչի հաշվին է մեծանալ, պետք է աջակցենք, պետք է խթանենք։ Եվ այնպես որ գնանք այս ճանապարհով, այսինքն ճիշտ լինի, արդյունքը լինի, մնացած այդ կապված պետք չի ընդհանրապես մտավախություն։